Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին կնոջ Թամար Բագրատիոնի և ուղեկցող պատվիրակության հետ աշխատանքային այցով գտնվում է Միլանում։ Կմասնակցի 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Միլանի Լինատե միջազգային օդանավակայանում տեղի ունեցել Վրաստանի նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը։ Այցի շրջանակներում Վրաստանի նախագահը կհանդիպի 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Վրաստանի օլիմպիական պատվիրակության հետ։ Մինչ օլիմպիական խաղերի բացումը Վրաստանի նախագահը կմասնակցի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի կողմից ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցող օտարերկրյա պետությունների ղեկավարների պատվին կազմակերպված ճաշկերույթին։ Վրաստանի նախագահը նաև կմասնակցի միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի կողմից կազմակերպված ճաշկերույթին։ Բացման արարողության գլխավոր միջոցառումը տեղի կունենա Միլանի Սան Սիրո օլիմպիական մարզադաշտում։ Ձմեռային օլիմպիական խաղերում Վրաստանից 8 մարզիկ կմրցեն 2 մարզաձևում, դրանք են գեղասահքը և լեռնադահուկը։ Քաղաքական գործիչները արդեն երկրորդ օրն է, ինչ քննադատում են սահմանադրական կարգի պաշտպանությունն ապահովող իրավական նորմը։ Վրացական երազանքը սահմանադրական մարմինների չճանաչման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն է պատրաստում։ Խոսքի ազատության և սահմանադրական կարգի միջև գիծը պետք է պատշաճ կերպով պաշտպանված լինի։ Կառավարության հակառակորդները պնդում են, որ նոր նախաձեռնությունը հակասում է սահմանադրությանը և սահմանափակում խոսքի ազատությունը։ Իշխող թիմի կարծիքով սահմանադրական մարմինների չճանաչումը առանց փաստարկների և փաստերի մեծացնում է բևեռացման և հանրային բախման ռիսկերը։ Թբիլիսիում գնահատում են ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեի զեկույցը։ Վրացական երազանքը հիշեցնում է Եվրոպայում անցկացված ընտրությունները և նշում, որ տեղի է ունեցել ուղղակի միջնորդություն և մանիպուլյացիա, որի հետ Վրաստանը նույնպես փորձ ունի։ Մյուս կողմից ընդդիմությունը պնդում է, որ տեսնում է աշխարհաքաղաքական փոփոխություններ, Միացյալ Նահանգները ունի իր սեփական շահերը և դա ոչինչ չի լուծում Վրաստանի համար։ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեի զեկույցի համաձայն Եվրահանձնաժողովը հաջողությամբ ճնշում է գործադրել խոշոր սոցիալական մեդիա հարթակների վրա, փոփոխելու գլոբալ բովանդակության մեդիացիայի կանոնները, որոնք ուղղակիորեն վնասել են ամերիկացիների խոսքի ազատությունը Միացյալ Նահանգներում։ Հաջորդ շաբաթ սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի գնագոյացման կառուցվածքն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում կմեկնարկվի աշխատանքային հանդիպումներ։ Հանձնաժողովը արդեն անցկացրել է իր առաջին նիստը և նախագահ է նշանակել Շոթա Բերեկաշվիլիին, իսկ տեղակալ Էկա Սեփաշվիլիին։ Հաստատվել է հանձնաժողովի կանոնադրությունը։ Կանոնադրության համաձայն հանձնաժողովի նպատակն է իր իրավասության շրջանակներում համակարգված ուսումնասիրել գների բարձրացման հարցը, օբյեկտիվորեն գնահատել գնագոյացման մեխանիզմները և բացահայտել հնարավոր խնդրահարույց հանգամանքները։ Հանձնաժողովը բաղկացած է 14 անդամից, ներգրավված են վրացական երազանքի, Ղախարյան հանուն Վրաստանի, ժողովրդական իշխանության և եվրոպական սոցիալիստներ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Տեխնիկական համալսարանի ուսանողների և դասախոսների մի մասը ցույց են անցկացնում համալսարանի մոտակայքում։ Բողոքում են Թբիլիսիի պետական համալսարանի հետ միավորելու գաղափարի դեմ։ Բողոքի մասնակիցները նշում են, որ տեխնիկական համալսարանը ավելի քան 1 դարի պատմություն ունի և որ իրենց համար անընդունելի է միավորվել մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատության հետ։ Միաժամանակ տեխնիկական համալսարանի ռեկտորը նշում է, որ ինքը և համալսարանի պրոֆեսորները արդյունավետ հանդիպում են ունեցել կրթության փոխնախարարի հետ։ Նա ասում է, որ վերջնական դիրքորոշումը կհայտարարվի այն բանից հետո, երբ փոխնախարարը լսի երկու համալսարանների ակադեմիական անձնակազմի կարծիքները։ Վաղը կրթության նախարարը կհանդիպի պետական և տեխնիկական համալսարանների ներկայացուցիչների հետ։ Նրանք կքննարկեն կրթության բարեփոխումը և երկու համալսարանների միավորման հարցը, որին դեմ են ակադեմիական հանրությունը և որոշ ուսանողներ, ինչպես նաև ընդդիմությունը։ Իշխող թիմի կարծիքով բարեփոխումը կբարելավի կրթության որակը և երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների միավորումը չի հեռացնի դասախոսներին դասավանդման գործընթացից։ Վրաստանի խորհրդարանը
3-րդ ընթերցման աջակցեց ընդհանուր եւ բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխություններին։ Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովում Վրաստանի արդարադատության նախարարը խոսել է արհեստական բանականության պետական կառավարման մեջ ինտեգրման, պետության արդիականացման եւ հանրային վստահության ամրապնդման համար դրա օգտագործման կարեւորության մասին։ Բատա Սալյան կենտրոնացել է Վրաստանի փորձի վրա արհեստական բանականության վրա հիմնված եւ քաղաքացիակենտրոն կառավարման զարգացման գործում։ Որպես օրինակ նշել է հանրային գրանցամատյաններում խելացի պայմանագրերի ներդրումը, որը թույլ է տալիս Վրաստանի քաղաքացիներին հեռակա կարգով իրականացնել անշարժ գույքի գործարքները, վճարել գնման գինը եւ գրանցել սեփականության իրավունքները աշխարհի ցանկացած երկրից։ Նախարարը նշել է, որ Վրաստանը շարունակում է ընդլայնել ինտեգրված թվային հանրային ծառայությունները, որոնք ապահովում են քաղաքացիներին եւ բիզնես սուբյեկտներին հասանելիությունը պետական եւ մասնավոր հատվածի ծառայություններին։ Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովը տեղի կունենա Արաբական Միացյալ Էմիրություններում փետրվարի 3-ից 5-ը։ Վրացական պատվիրակությունը գլխավորում է մեր վարչապետը Իրակլի Կոբախիձեն։ Ընթանում է Պատա Բուրջուլաձեի, Մուրթազ Զոդելավայի, Իրակլի Նադիրաձեի, Պատա Մանջգալաձեի, Լաշա Բերիձեի, Իրակլի Շաիշմելաշվիլի եւ եւս 5 անձի դատավարություն։ Գործը վերաբերում է հոկտեմբերի 4-ին Աթոնելի պալատի մոտ տեղի ունեցած իրադարձություններին, որտեղ ուսումնասիրում են մեղադրանքի կողմի ապացույցները։ Այսօրվա դատավարության ժամանակ հարցաքննվում են մեղադրանքի կողմի վկաները։ Փորձագետ Շալվա Կինցուրաշվիլիի խոսքով նա ստուգել է նախագահական պալատի ցանկապատը վնասված վիճակում։ Նրա խոսքով ընդհանուր վնասը կազմում է 9300 լարի։ Նա ասում է, որ ցանկապատի որոշ հատվածներ վնասված են եւ դեֆորմացված։ Նիստում հարցաքննվել է նաեւ հատուկ առաջադրանքների վարչության եւ պետական պաշտպանության հատուկ ծառայության աշխատակիցը։ Անվտանգության ծառայության աշխատակցի խոսքով նստավայր ներխուժման փորձը կազմակերպել են Պատա Բուրջուլաձեն, Իրակլի Նադիրաձեն եւ Մուրթազ Զոդելավան։ Մեղադրյալներից ոչ մեկը իր մեղքը չի ընդունում։ Պատա Բուրջուլաձեն չի մասնակցում դատավարությանը։ Նշենք, որ պետական մեղադրական եզրակացությունը նրանց մեղադրում է մի քանի հանցագործությունների մեջ։ Դրանց թվում են Վրաստանի սահմանադրական կարգի բռնի կերպով փոխելու կամ պետական կառավարությունը տապալելու հրապարակային հրահրումը, ինչպես նաեւ խմբային բռնության կազմակերպումը եւ ղեկավարումը։ Ներքին գործերի նախարարը աշխատանքային հանդիպում է ունեցել Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի ղեկավարների հետ։ Գեկա Գելաձեն ուշադրության է հրավիրել Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցների կողմից տարբեր քրեական գործերով իրականացված ոստիկանական հաջող գործունեության վրա։ Նրանց թվում են ընդգծել է Թբիլիսի իրավապահ մարմինների կողմից վերջերս ձեռնարկված ջանքերը գույքային հանցագործությունների մեջ ներգրավված անձանց եւ արմատական ֆաշիստական խմբավորումների անդամներին բացահայտելու եւ կալանավորելու համար։ Աբու Դաբիում Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների երկրորդ եւ արդյունավետ օրն է։ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիթքոֆը X սոցիալական ցանցում գրառում է, որ բանակցությունները արդյունավետ են եղել եւ կողմերը համաձայնել են այդ բանակցությունների արդյունքում փոխանակել 314 գերի։ Մինչ այդ Կիևի գնահատմամբ եռակողմ բանակցությունների առաջին օրը արդյունավետ է եղել։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի խոսքով գործընթացը բովանդակալից եւ արդյունավետ էր կենտրոնացված կոնկրետ քայլերի եւ գործնական լուծումների վրա։ Ուկրաինայի նախագահի խոսքով անհրաժեշտ է, որ բանակցությունները կողմերին տան իրական խաղաղություն եւ Ռուսաստանին նոր հնարավորություն չտան պատերազմը շարունակելու համար։ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ եռակողմ բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկի լույսի ներքո նա ակնկալում է, որ շուտով տեղի կունենա եւս մեկ գերիների փոխանակում։ Միևնույն ժամանակ տեղեկություններ կան, որ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդականը բանակցություններ է վարել ռուս պաշտոնյաների, այդ թվում Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հետ։